Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Ռոսատոմը Հայաստանին առաջարկել է համապարփակ համագործակցություն միջուկային արդյունաբերության ոլորտում։ Համագործակցությունը ներառում է խոշոր, միջին եւ փոքր հզորության ատոմակայանների կառուցում եւ դրանց հետ կապված նախագծերի իրականացում, այդ թվում ոչ միջուկայինների։ Հիշեցնենք, Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ավելի վաղ Ռոսատոմից հայտարարել էին, Հայաստանը պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափում։ Երևանում էլ ավելի վաղ քննարկում էր Ռոսատոմի առաջարկը Հայաստանում ատոմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Հիշեցնենք, Հայաստանի իշխանությունը ավելի վաղ կայացրել էր որոշում, համաձայն որի մեծամորի ատոմակայանին փոխարինելու է գալիս փոքր մոդուլային միջուկային ռեակտոր։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդացյանն էլ պարզաբանել էր, թե ընտրել են մոդուլայինը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում։ Հարց է առաջանում, թե արդյոք ցանկանում է Ռուսաստանի հետ ատոմային կապերի վերջնական խզման գնալ։ ՄԱԿ-ի փորձագետները պնդում են, Հայաստանը գտնվում է արևմուտքի ճնշման տակ։ Հիշեցնենք, 2023 թվականին Ռոսատոմ Սերվիզը եւ Հայկական ատոմային էլեկտրակայանը շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիր իրականացման վերաբերյալ։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք եւ լուրջ մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա Նիկիտա Ռախմանի զույգը իր ելույթը կատարել է Արցախ կոմպոզիցիայի ուղեկցությամբ, անվանելով այն սեպարատիստական երաժշտություն։ ՄՕԿ-ի ուշադրությունը հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Արցախ արտահայտությունը խորհրդանշում է Հայաստանի կողմից երկար տարիներ իրականացվող իբր ապօրինի եւ անջատողական քաղաքականության գաղափարախոսական էություն Ադրբեջանի միջազգային ճանաչված տարածքների նկատմամբ։ Այս առումով նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզակամիջոցառումների համար, ինչպիսին օլիմպիական խաղերն են, իբր պետք է զերծ լինեն քաղաքականությունից, ակնհայտորեն ունեն քաղաքական եւ գաղափարական բովանդակություն եւ հակասում են իբր օլիմպիական արժեքներին, ասվում է Ադրբեջանի դիմումի մեջ։ Հիշեցնենք, Ադրբեջանն էլ ավելի վաղ փորձում էր Արա Գևորգյանի Արցախ երաժշտական կոմպոզիցիան վերագրել իրենց խորհրդային կոմպոզիտոր Ֆիքրետ Ամիրովին։ 1998 թվականին հայ կոմպոզիտորն իր ստեղծած երաժշտության հեղինակային իրավունքները գրանցեց ԱՄՆ կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքի բյուրոյում։ Թրամփը սոցցանցում տեսանյութ էր հրապարակել, որում Բարաք Օբաման եւ նրա կինը պատկերված էին ցատկող կապիկների տեսքով։ Թրամփը հրապարակել ապաջնջել է կապիկների կերպարով Օբամային եւ նրա կնոջը։ Տեսանյութը տևել է մոտ 1 րոպե եւ նվիրված է եղել 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր կեղծմանը, երբ Թրամփը պարտվեց Բայդենին։ Տեսանյութի վերջում մի քանի կադրերում հայտնվում են Բարաք եւ Միշել Օբամաները կապիկների կերպով The Lion Sleeps Tonight երգի ներքո, որը հնչել է առյուծարքա մուլտֆիլմում։ Հրապարակումը Թրամփի սոցցանցում հասանելի է եղել 12 ժամ, որից հետո այն ջնջվել է։ Մինչդեռ CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Սպիտակ տան աշխատակիցը սխալմամբ է տեղադրել այդ գրառումը։ Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Թուրքիայի առաջատար Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ավիաընկերության ներկայացուցիչները ներկայացրել են, որ 2026 թվականի մարտի 11-ից նախատեսվում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթներ, դրան զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկա նոր ուղղություններով չվերթների իրականացման հնարավորությունները։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել թիրախային շուկաների եւ վիճակագրության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են մարքեթինգի եւ խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Հիշեցնենք, 2025 թվականի վերջին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ բանագնացը իր բլոգում հայտնել էր, որ հաջորդ տարվանից Turkish Airlines-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2023 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի ներքին շոժա եւ վերին շոժա համայնքի որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին ձմռան ամիսներին գնում գալիս են միայն ամռան սեզոնին։ Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերը այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ներքին շոժայի վարչական ղեկավարն ասել է. ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է հիմա Վարդենիսում կամ ակունքում են ապրում, երբ գարունը բացվի, բնակիչները կգան։ Ինչու չեն բնակվում, ճանապարհները փակ են։
Հարցին պատասխանել են. «Երևի հարմար չի, բուքը շատ է, ճանապարհները փակ են, ես անձամբ արդեն 50 եմ բնակվում, 2 տարի է ինչ այս վիճակն է։ Մինչև 2020 թվականը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունեինք, մարդիկ հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում, իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է։ Նույնը մեր Սարից է երևում, 2 Սարի արանքում պոստեր են, տարածքում մենք վարելահող չունենք, այնտեղ արոտավայր է։ Առաջ տարածքները որ կային մինչև սովետի ժամանակ առաջ էին եկել, բարձրացել են Սարը եւ այժմ ադրբեջանցիներ են տեսանելի։ Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է եւ մեր կողմից եւ ադրբեջանցիների։ Վերին շորժայի վարչական ղեկավարը սակայն հրաժարվել է պատասխանել հարցին։ Այր քամանքի ղեկավարը նշել է. «Այդ հարցերն ուղղեք Վարդենիսի համայնքապետարանին։ Մենք իրավասու չենք այդպիսի հարցերի պատասխանել»։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկաբաց չթողնելու համար։